Սասեյն, սուպերմարկետ ձեր տանը։ Անելիք բանկն առաջարկում է մեկ օրում հաստատվող ուսանողական վարկեր։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։ Ողջույն բոլորին, Շանթ հեռուստաընկերության եթերում Հայ Սուպերստար 5-ի 10-րդ գալա համերգն է։ Ավելի կոնկրետ կիսաեզրափակիչ փուլը։ Մրցում են 3 մասնակից, ում ընտրել եք դուք, սիրելի հեռուստադիտող, եւ ես մեծ սիրով ուզում եմ նրանց հրավիրել բեմ, իսկ դուք ջերմ ծափարեք, սիրելի հանդիսատես։ Եվ այսպես։ Սոնա Ռուբենյան, 18 տարեկան, քաղաք Երևան։ Երվանդ Մաթևոսյան, 20 տարեկան, Ուկրաինա։ Արտուր Մացակյան, 25 տարեկան, Ռուսաստան, քաղաք Արմավիր։ Ահա այն 3 մասնակիցները, ում ընտրել եք դուք եւ այսօր պայքարելու են հանուն հաղթանակի։ Սոնա, Երվանդ եւ Արտուր։ Խնդրեմ, զբաղեցեք ձեր տեղերը։ Այսօրվա մեր 10-րդ գալա համերգը լինելու է անկրկնելի եւ հիանալի, որովհետեւ լի է անակնկալներով, դրա մասին կիմանաք շատ շուտով, եւ ինչպես միշտ մեր համերգը կենթանի հնչողությամբ է, այնպես որ ծափարենք մեր երաժիշտներին։ Գնացինք։ Հարվածային գործիքներ Նարեկ Խեչումյան, բաս գիտար Էդգար Ավետիսյան, գիտար Արթուր Մարգարյան, ստեղնաշարային գործիքներ Արմեն Զամուկաշվիլի, դաշտամուր և ստեղնաշարային գործիքներ խմբի ղեկավար Սամվել Հովանիսյան, ինչպես նաև շնորհակալություն նախագծի երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանին։ Իսկ հիմա ուշադրություն, մարդիկ, ովքեր այսքան ժամանակ եղել են մեր մասնակիցների կողքին, մարդիկ, ում շնորհիվ մեր մասնակիցները սկսել են էլ ավելի լավ երգել, մարդիկ, ում խորհուրդները տեղ են հասել եւ այսօր մենք տեսնում ենք դրա արգասիքները, մեր սիրելի ժյուրին, Հավետ Բարսեղյան, Գարիկ Պապոյան, Լեյլա Սարիբեկյան և Անդրե։ Ողջույն սիրելի ժյուրի, ինչպես եք, այսպես եք արդյոք պատկերացնում կիսաեզրափակիչ փուլը, թե ավելի վատ, թե ավելի լավ։ Խնդրեմ Ավետ։ Այսպես չէի պատկերացնում, ես պատկերացնում եմ, որ այդ գեղեցիկ շատ լավ կանաչ կոստյումը կլիներ իմը, բայց քոնն է։ Մնացած բոլոր պարագաներում, Արամ ջան, հենց այսպես է պատկերացնում եմ։ Շատ լավ, շնորհակալություն։ Գարիկ, սպասումներդ արդարացվել են, թե ոչ այս նախագծում։ Ճիշտն ասած, ես էլ եմ սպասում, որ այդ պիջակը կլինի Ավետինը։ Այդ պահով շատ այսօր մի տեսակ տրամադրությունս էլ ընկավ լրիվ, չգիտեմ ինչ ասեմ։ Երեխեքի պահով, սենց ասեմ, երեքն էլ արժանի են, որ այսօր կիսաեզրափակչում են։ Շատ լավ, շնորհակալություն։ Լեյլա Սարիբեկյան, ես գիտեմ, որ նախագծի ընթացքում կային մասնակիցներ, ում դու շատ-շատ սիրում էիր, իհարկե բացի այս մասնակիցներից, որոնց շատ-շատ սիրում ես, տխրել ես այս ժամանակ, բայց հիմա, հասնելով կիսաեզրափակիչ փուլ, դու գոհ ես այս արդյունքներից, թե ոչ։ Չէ, տխրել եմ մի պահ, կար սիրելի մասնակից, որը դուրս մնաց, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ 3 արժանի մասնակիցներն են այսօր այստեղ։ Շատ-շատ շնորհակալություն, ընդ որում շատ գեղեցիկ ես այսօր Լեյլա Սարիբեկյան։ Անդրե, եւ քո կարծիքը սպասում էր նման կիսաեզրափակիչ, թե ոչ։ Իմ կարծիքով, Արամ ջան, դու այնքան մեծահոգ ես, որ պիջակը հաղորդումից հետո կնվիրես Ավետին, այս հարցի լուծումը։ Իրականում սա Ավետի պիջակն է, ճիշտն ասած։ Բացահայտումներ մեր կիսաեզրափակչում։ Ես այսպես ասեմ, պատկերացումս այսպես էր, ես մտածում էի կամ Արտուր կամ Առաքսյա, բայց
տեսնում ենք, որ հանդիսատեսը ընտրել է Արտուրին եւ այդ հարցի լուծումը տվել է, որ իմ մտքի մեջ էր անընդհատ։ Շատ լավ, շնորհակալություն։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտող, 3 մասնակից ում ընտրել եք դուք, ես եւս մեկ անգամ պետք է հիշեցնեմ քվեարկության կարգը, իսկ դուք սիրելի հանդիսատես ծափահարեք եւ թող ավետը զմայլվի իմ կանաչ պիջակով։ Ծափահարություններ։ Եվ այսպես բոլոր օպերատորների բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել 1055 կարճ համարին, նշելով իրենց նախընտրած մասնակցի համարը։ Այցելելով Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայք Edge կարող եք քվեարկել անվճար, ինչպես նաև on-line դիտել մեր գալահամերգը, ձեզ հետաքրքրող հարցերը հղել մեր մասնակիցներին եւ բեռնել ձեր ցանկացած ձեր սիրած երգերը մեր մասնակիցների կատարմամբ։ Շնորհակալություն։ Այսօրվա մեր համերգը բաղկացած է մի քանի մասից։ Առաջին մասում մեր մասնակիցները ընտրել են երգեր եւ երգելու են եւ կան նպատակ այդ երգերը երգելու, որովհետեւ նվիրում են ինչ-որ մեկին, թե ում մենք իմանանք շատ շուտով, առաջին երգը կատարում է Արաքսիա Ամիրխանյանը, մենք իմանանք նրանից ում է նվիրում այդ երգը, ծափահարություններով դիմավորեք։ Արաքսիա, ինչ երգ ես կատարում եւ ում ես նվիրում այս երգը եւ ինչու ես ընտրել հենց այս երգը։ Կատարել եմ Ալիշա Քիս Ֆոլին երգը, նվիրելու եմ Գարիկին, որովհետև այս երգը ինձ համար շատ հատկանշական է, որովհետև առաջին անգամ կատարել եմ X Factor-ում, լավ խոսքերի արժանացել եմ, բայց հանգամանքների բերումով չանցա X Factor գլխավոր խմբի մեջ, կարծում եմ, որ պետք է տենց լինելու, ես այսօր այստեղ լինեի, շնորհակալություն։ Կա ասելիք, մնում է լավ երգել, Արաքսիա Ամիրխանյան, ծափահարեք Ալիշա Քիս, Keep on Falling։ I keep on falling. Sometimes I love you, sometimes I make
Շնորհակալություն։ Արաքսիա Ամիրխանյան։ Շնորհակալություն։ Սա ոչ մրցութային կատարում էր, ուղղակի այս երգը նվիրվեց Գարիկին։ Գոհ ես Գարիկ։ Շատ։ Շնորհակալություն ծափարություններ Արաքսիային։ Եվս մեկ կարևոր փաստ, որը պետք է ես ասեմ անպայման։ Այսօր Արաքսիա Ամիրխանյանի ծննդյան օրն է։ Ծնունդը շնորհավոր։ Շնորհակալություն։ Քեզ լիքը բեմեր եւ շատ հաջողություններ։ Այս ծափարությունները քոնն են։ Շնորհակալ եմ անչափ, շնորհակալ եմ։ Հիմա կարող ես գնալ, շնորհակալություն։ Շանթի եթերում հայ սուպերստար 5-ի 10-րդ գալահամերգն է եւ այժմ կերկի Արտուր Մացակյանը Որոգայթ հեռուստանովելի սաունդտրեքը։ Իսկ թե ինչու, կիմանանք հենց հիմա։ Արտուր Մացակյան։ Արտուր Մացակյան։ Ողջույն։ Ողջույն։ Հարցը լսեցիր, ինչու ես ընտրել այս երգը եւ ում ես նվիրում։ Որովհետեւ ես անցյալ իմ ելույթը ունենալուց առաջ իմ հոգու մեջ Որոգայթ էր եւ իմ այդ ապրիլաշրջանը այդ մի շաբաթվա մեջ իրոք Որոգայթ էր եւ այս երգը ուզում եմ նվիրեմ Գիսա Նեպալյանին, որը կարողանում է լսի իմ ձայնը հոգու։ Եվ ով էլ գրել է այս երգը։ Այո, եւ ինքն է այս երգը գրել, նույնիսկ ես այս երգը ուզում եմ նվիրեմ իմ պապային, որտեղ ինքը շատ ասում է այս երգը։ Շատ լավ, շնորհակալություն։ Թե ինչ, Արտուր Մացակյան։ Արտուր Մացակյան։ Թրշկի համար սիրտն իմ հոգնած, բայց կրկին համար պարզ երկնքից ինձ եմ բաժանում այս երկրային շղթաները մեղք ու հատություն Շարբախտի ստրուկն եմ խելագար կյանքս եկնակ կյանքս անարդար ցանցնեմ կել իմ է բարդոքի այս քաոսից երբե չեմ գտնում ցավոքը Ձերքիս մակողքիս ես ընկնում եմ կապակներիս խոր վերքերից կործանվում եմ Որոգայթից փախչել գտնել երջանկությունը ինձ փխրուն ու գտնել ուղին իմ դեպի Դեպի արևներ, բայց ես այրելով չեմ կարող ապրել Պետք է լինել ամենին պատրաստ Երբ ոչինչ, երբ ոչինչ արդեն չունի Կապակներից խոր վերքերից
Դեպի տուն։ Շնորհակալություն։ Спасибо, спасибо. Արտուր Մացակյան! Բրավո! Դե ինչ, Արտուր ջան, տեսնենք ինչ կասի ժյուրին նախավերջին անգամ, Հավետ։ Շնորհակալություն Գիսաներ, շնորհակալություն ձեր խմբին ընդհանրապես, այսօր ռոկը շատ ավելի ազատ է, այնպես չէ, որ ռոկը դուք եք հորինել, բայց զարգացման գործընթացում Empire Rock խումբը շատ կարևոր բան է արել։ Ես ուզում եմ, որ ծափահարենք Empire-ին, ոչ միայն Գիսանեին, Գիսանեն լավ կարևոր մասնիկ է, բայց խումբը շատ կարևոր բան արել է պոպուլարիզացման համար այս ժանրի։ Բարի վերադարձ, Արթուր, շնորհակալություն, որ վերադարձար։ Շնորհակալություն։ Կեցես, որ քո միկրոինսուլտը շատ կարճ տևեց ու կոմայից կարողացար փրկվես, որոգայթներ դեռ երկար են լինելու, շատ են լինելու ձեր ճանապարհին, միայն այս վերջերս մի ռադիոկայանի գոյություն արդեն ասում է, որ ձեր սերնդին շատ ծանր է լինելու պայքարել։ Վաղը կարող է դրա հեռուստա տարբերակն էլ լինի, ես չգիտեմ ինչեր են դեռ ձեզ սպասելու, խեղճ մեր արտիստներ, բայց ուժեղ եղեք տոկուն, որոգայթներից մի վախեցեք, դու կեցցես, շնորհակալություն, որ հուզվեցիր վերջում, հուզելով նաև հանդիսականին, նաև ինձ, կարող եմ ասել կեցցես մի քանի անգամ։ Благодарю։ Դու կարողացար ապացուցել, որ պիտի մնայիր նախագծում, ապրես։ Շնորհակալություն, Գարիկ։ Ավետը ճիշտ ասած համարյա բոլոր մտքերս ասեց, ես ուղղակի համարում եմ, որ նման մակարդակով կատարումից հետո քննարկելն էլ է մի քիչ անիմաստ լինում, նման կատարումներից հետո պետք է երկար ծափարել ու անցնել մյուս երկին ուղղակի, ապրես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Լեյլա։ Ես էլ աշխատեմ կարճ լինել, Արտուր, քո հաջողության գրավականը, կարծում եմ թե կյանքում, թե հետագա քո արվեստում պիտի լինի անկեղծություն, արդեն դա կա ու չկոտրվես հանկարծ կյանքում ոչ մի բանից, շատ դժվար է պահել սկզբունքները, հատկապես երգարվեստում, շատ այսպես բաներ կան, որոնք երբեմն տանում են երգիչ-երգչուհիներին, հիշիր, որ մարդիկ քեզ հենց սիրում են ու սիրելու են այն անկեղծության համար, այն բնության համար, որ Աստված ու քո ծնողները քեզ տվել են, շնորհավորում եմ քեզ։ Спасибо большое։ Շնորհակալություն, Անդրե։ Շնորհավորում եմ լավ մակարդակի կատարման համար, մեկը ես կասեմ, որ ձեր իրար հետ աշխատանքը տալիս է նման արդյունք։ Ես չգիտեմ, դու շատ երգեր ես այստեղ կատարել, բայց Գիսանեի երգերը, Գիսանեի գրված երգերը քեզ մոտ մի այլ կերպ է ստացվում։ Դա ես եւս մեկ անգամ ուզում եմ նշեմ եւ շնորհավորեմ քեզ, շատ լավ է, որ դու այս երգով փորձեցիր եւս մեկ քայլ անել դեպի Գիսանե եւ կարծում եմ, եթե դու մեկ քայլ ես արել, նա 10 քայլ կանի դեպի քեզ։ Ապրեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Գիսանե։ Արտուր, լրիվ տարբերվում էր այս անգամվա ելույթդ, անցյալ շաբաթվա ելույթից։ Ես սա կապում եմ քո մայրիկի հետ գալու հետ Հայաստան, այսինքն ստեղ չէ, մայրիկ այդ ժամանակ։ Չէ։ Կա տենց բան։ Իհարկե։ Էներգիա փոխանցես քեզ մաման։ Մամ։ Գոհ ես կատարումից հետ։ Ես երբեք գոհ չեմ ինձանից, որովհետև գոհ պետք է լինի միայն ժողովրդի ականջը, հա, մեր ժուրին, մեր ժողովուրդը, մեր մաման։ Մեր մաման։ Շատ լավ, ծափահարենք Արտուրին, սիրելի հեռուստադիտող։ Ասեմ, որ այս անգամ Արտուրի հերթական համարն է 0-1-ը, եթե քվարկեք նրա օգտին, նրան կտեսնեք եզրափակիչ փուլում։ Շնորհակալություն Արտուր, զբաղեցու քո տեղը։ Շնորհակալություն։ Էնրիկե Կարուզոյի հիշատակին երկրպագուների պատրաստված հսկայական չափսերի մոմը վառում են տարին մեկ անգամ։
ըստ մոտավոր հաշվարկների կարելի կլինի վառել 500 տարվա ընթացքում։ Կարուզոյի հիշատակին կերքի Երվանդ Մաթևոսյանը, ծափարություններ։ Երվանդ Անցած շաբաթ զարմացրեցիր քո օպերային ձայնով, այս անգամ որոշեցիր եւս հանդես գալ նման ոճում, թե ինչու համար ես ընտրել հենց այս երգը։ Այո, ես շատ ուզեցի այս երգը երգեմ եւ կբացատրեմ ինչու։ Խնդրեմ։ Նույնիսկ ես կկատարեմ Լուչիո Դալիի Կարոզո երգը, որը նվիրված է հանրաճանաչ իտալացի օպերային երգիչ Էնրիկո Կարոզոյի հիշատակին։ Այս երգը անկեղծ խորը սիրո մասին է, որի առեղծվածը այն է, որ կարելի է նվիրել այս երգը ինչպես սիրելին, այդպես էլ հարազատին։ Եվ ես մեծ սիրով կուզեի այս երգը նվիրել իմ ամենամոտիկ, ամենասիրելի, ամենաթանկագին մարդուն, իմ հորաքրոջս։ Բրավո, իմ կարծիքով ոչ մի բան ավելացնել պետք չէ, ուղղակի վայել ենք կատարումը։ Երվանդ Մաթևոսյան։ Երվանդ Մաթևոսյան։ E tira forte il vento sulla vecchia terrazza davanti al golfo disoriento e una braccia ragazza dopo che aveva pianto poi si schiarisce la voce e ricomincia un canto. Al mare, penso di là in America, ma era solo lompare e le benchici di un'elica. Senti la musica e sa dal piano forte, ma quando c'è nuvola, qui sembra dolce anche la morte. Verde un'anche ragazza, verdi occhi verdi come il mare, con le luci lacrime e le crescenti di fugare. Te voglio
Երվանդ Մաթևոսյան։ Գարիկ։ Երվանդ ջան, սա քո նվերն էր, ընդհանրապես նվերները չեն քննարկում, նվերները տալիս են նենց, ոնց որ զգում են, որ պետք է տան, ու ես քո սեփականներ, ես քո անձնականներ, դու այդ նվերը ես ուղղակի կողքից նայելով զգացի, որ տվեցիր ամենայն անկեղծությամբ ու հավատա, ուր որ պետք է այդ նվերը հասներ, այդ նվերը կհասնի։ Ապրես։ Շնորհակալություն, Անդրե։ Շատ հրաշալի կատարեցիր, հուզմունքը հաշվի առնելով, տեղ-տեղ ունեիր ռիթմիկ խնդիրներ, բայց ձայնի հետ կապված եւ կատարման հետ կապված իսկապես ամեն ինչ շատ փայլուն էր։ Շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալություն։ Ավետ։ Այնուամենայնիվ կփորձեմ քննարկել ու քննադատել, որովհետև սանտիմենտներն ու հուզականությունը մի կողմ թողնելով միևնույն է սա մրցութային օր է եւ 10-րդ գալահամերգն է Երվանդ։ Հուզեց ավելի շատ քո հայրենը, ու որ դու արդեն առեղծված բառն ես օգտագործում, դա իսկապես հուզիչ է։ Որովհետև եթե համեմատենք անցյալ գալահամերգներին, քո խոսքը արդեն աճել է։ Այն որ ինձ բացարձակ չհուզեց, կատարումդ դա եւս գուցե նորմալ է, որովհետեւ չի քննարկվում նվերը, բայց միևնույն է պետք է քննարկել։ Չէ, այս այդ Երվանդը չի, ամեն անգամ մի գալահամերգին մեկի ցնդը տանում է։ Այսօր քո ժամանակն է արդեն հավաքվելու, Երվանդ ջան, մի փոքր ավելի փորձիր հավաքվել, որովհետեւ մրցույթը արդեն քայլ առ քայլ մոտենում է իր ավարտին։ Ես կարծում եմ, որ դեռ ունես երկու կատարում էլ, եթե չեմ սխալվում, այդ կատարումների ժամանակ փորձիր ավելի լինել Երվանդ Մաթևոսյան, մարտով մասնակցում է մրցույթին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Լեյլա։ Դժվար երգ էիր վերցրել պատասխանատու, որովհետև մեր ականջները սովոր է այդպես համաշխարհային ձայներ լսել եւ այլն, դրանից հետո շատ դժվար է համոզել քոնը բերել Երվանդ, դու գիտես, որ քեզ այդ ազատությունը պակասում էր երգի մեջ եւ ես գիտեմ ինչու էր պակասում, դրա մասին չեմ խոսում, դու ավելին կարող ես, հատկապես այս ժանրում դու կարող ես ավելին, ուղղակի մի փոքր ավելին է պետք աշխատել, հոգեվիճակդ ամեն ինչ հասկանալի էր, շատ դժվար է այս հոգեվիճակում ինչ-որ բան երգելը, որովհետև իսկապես խիստ անձնական է և սա էլ քո աղոթքն էր, շնորհավորում եմ քեզ։ Շնորհակալություն։ Երվանդ, համամիտ ես ժյուրիի հետ թե ոչ, ինչպես ես գնահատում քո ելույթը։ Շատ շնորհակալ եմ ժյուրիի անդամներին, որ խորհուրդ եք տալիս, ես ձեզ միշտ լսում եմ, միշտ փորձում եմ անել այն, որ դուք ուզում եք, որը դուք ուզում եք, այդ, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն, եւ եւս մեկ հարց, ես գիտեմ, որ նախագծի սկզբում դու ունեիր ընկերուհի, հիմա ոնց որ խնդիրներն առաջացել, կա տենց բան, թե չէ, եւ ինչն է պատճառը, նախագծի հետ կապ ունի, թե ոչ։ Դա շատ անձնական հարց է, բայց լավ, եթե շատ անձնական հարց է, որ այո, ոնց որ դուք ասեցիք, խնդիրներ եղավ եւ միգուցե բազմաթիվ երկրպագույների շնորհքով եղավ այդ ամենը, թե կարող է, կարող է։ Կար տենց բան, կար տենց բան։ Ցելի հեռուստադիտող։ Հիշեցնեմ, որ Երվանդ Մաթևոսյանի հերթական համարն է 02-ը, եթե ուզում եք քվեարկել նրա օգտին, ապա հիշեք 02 համարը։ Շնորհակալություն Երվանդ, կհանդիպենք դեռ այստեղ, խնդրեմ զբաղեցրեք քո տեղը։
Կիլիկյան ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը, Այասը, որով ժամանակին անցել է հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։ Կիլիկիա, դիմավորեք Սոնա Ռուբենյան։ Սոնա, ինչու ընտրեցիր այս երգը եւ ում է նվիրվում այս երգը։ Նվիրում եմ ծնողներիս, որովհետև 4 տարեկանում ինձ առաջին երգը սա է լուրջ եւ սովորեցրել են 4 տարեկանում հենց այս երգը եւ նվիրում եմ այն մարդկանց, ովքեր սրտի խորքում երազում կամ հավատում են, որ մի օր այդ հողերը տեսնելու ենք ոչ թե հյուրի, այլ սեփականատիրոջ աչքերով։ Եվ էլի Մարկո Պոլոն կգա կանցնի մտքով։ Շնորհակալություն, դե ինչ։ Սոնա Ռուբենյան, Կիլիկիա։ Սոնա Ռուբենյան Սոնա Ռուբենյան։ Սոնա Ռուբենյան։ Ռուբենյան Սոնա։ Շնորհակալություն։
Սկսենք Լեյլա Սարիբեկյանից, խնդրեմ Լեյլա։ Կատարողական իմաստով ինձ համար շատ բարդ երգ է եւ ոչ միայն կատարողական, կա պատմություն, որ պետք է կարողանալ հայավարի այդ ամեն ինչը տեղ հասցնել, որտեղ շատ կարևոր է այդտեղ հոգին, երբ որ սիրտը հայերեն է բաբախում, չէ՞ գա։ Ապրես։ Վերջում սենց ռոքից տեղափոխել ենք մեր դաշտ Գարիկին։ Չէ, եթե իսկապես մարդիկ կան, որոնք հանդիսատես, որոնք լրիվ այս ժանրեր են սիրում, տիրապետում, վանկարդ քեզ այսպես արձագանքում են, այսինքն նշանակում է, որ դու կարողանում ես մտնել յուրաքանչյուր մարդու հոգի, յուրաքանչյուր հայի հոգի, որը շատ կարևոր է, որովհետև դու իսկապես հայուհի ես քո ամբողջ, չգիտեմ, տարածքով, հա, հոգով, քո ամբողջ տարածքով, ու այն, որ դու սկզբից ասեցիր ծովից ծով Հայաստան, էդ էր, չէ, ուզում ասեիր, ես քո հետ եմ, գիտես, չէ։ Գիտեմ։ Ես շնորհավորում եմ մեզ, որ ունենք Սոնա Ռուբինյան, այնքան էիր հուզվում, որ անընդհատ շունչ էիր քաշում, ես հասկանում էի այդ հուզվելու, իսկապես հուզվելու պատճառներ, որտեվ դու գրագետ երգչու ես եւ դու գիտես որտեղ պիտի շունչ վերցնես, այդ հուզմանդ համար, իսկապես այդ հուզումի համար, քեզ շնորհավորում եմ Սոնա ջան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Գարիկ։ Սոնա ջան, ժյուրին միշտ հետաքրքիր է լինում, երբ որ վատ բաներ ասում, տենց հետաքրքիր է նայել։ Այսօր դուք այնքան լավ բան չեք անում, էլի նենց եք երգում, որ մենք մենակ լավ բաներ ենք ասում, դուք լավ եք երգում, մենք անկապ դեմքեր ենք այսօր ինչ որ ասես, մենակ գովում ենք։ Դե շակ հաղվել եմ մի քանի անգամ երգի ընթացքում, այս ուրիշ լեվել ես հասել արդեն, ժամանակ մի անգամ, այս մի քանի անգամ երգի ընթացքում շատ սիրուն երգեցիր, այսօր ինձ օգտեցիր, որ ես գամ մարդ, ով Կիլիկիայի վիդնաժительство ունի արդեն։ Մեկ էլ շնորհակալություն եմ իրոք ասում քեզ, մեկ էլ են սկզբի տեքստը ինձ էլ կասկածելի թվաց, ես այսօր քո անունը մի հատ տեխնացուների լիստում կփնտրեմ ճիշտն ասած։ Դու դու տեխնացություն ես դրել, մեր չես ասում։ Շատ լավ էր, Սոն ջան, բրավո, ապրես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ավետ Բասեղյան, մարդ ով միշտ ունի ասելիք, այն էլ վատ։ Լսում ենք։ Ոչ միշտ, վատ, ոչ միշտ։ Չէ, ինձ չես խափի, ոչ ես բրավոներով, ոչ մերոնց տենց անորեքսիկ վիճակով, չէ, Սոն, քո միջիններից է, չէ, դեռ մի քանի երգ էլ կա, ուզում եմ, որ շատ ավելին տաս, այս չէ ինձ համար, այս են Սոնանա, որը կարող է արթնացնես ու քնած տեղից այդ Կիլիկյան երգի, որ ասեմ, ու ես չեմ ասում, որ ինչա պետք է ասել, իսկապես չեմ ստացե այն փշաքաղը, ինչ որ այս կողքի մեծն անձնավորությունը ստացավ։ Քեզ պարզապես իմանալով քո ամբողջ պոտենցիալը, խնդրում եմ մյուս ելույթներիդ արա Սոնա ու ցույց տուր մի քիչ ավելի շատ Սոնա, որովհետև արդեն ջղայնացնում եք ինձ բոլորդ, Արամ դու էլ քո կանաչ կոստյումը հատկապես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եթե հանկարծ տեսնեք նկարանումից հետո ճղրտված, արդեն կհասկանաք երևի թե ում գործն է դա։ Անդրե։ Ես երջանիկ եմ, որ կապույտ կոստյումը չի ազդում ավետի վրա, Արամ, այնպես որ դու շատ զգուշ եղի։ Իսկապես այդ հուզմունքը Սոնայի ներքին ինձ էլ փոխանցվեց, ընդհանրապես այսօր իսկապես երեքիդ հետ շատ հուզված եմ, դեռ չէիք սկսել երգել, որ այդ հուզմունքը ինձ արդեն պատեց մի քանի անգամ։ Ես ուզում եի ջուր բերեի քեզ, կեսից, չգիտեմ, ինձ թվում էր դու ծարավ ես այդ պահին, ես շնորհավորում եմ քեզ այդ ապրումներիդ համար, այդ գեղեցիկ ու քնքուշ կատարմանդ համար, ես էլ նույնպես Գարիկի նման փշաքաղվել եմ մի քանի տեղում, չգիտեմ, ապրես, մենք հպարտանում ենք քեզանով, ձեզանով ու ընդհանրապես լավ երիտասարդներով, ովքեր որ ընդհանրապես այս բեմում ոտք են դրել, շնորհակալություն ձեզ բոլորին։ Ձեր ծնողներին էլ նույնպես։ Սոնա, մի հատ այսպես մի հարց տամ, ինչա պետք անել հաղթելու համար այս նախագծում։ Մտածել ես հարցուկ տվել ես քեզ այդ հարցը։ Մնացել ենք երեքով։ Որ իմանայի այսպես չի ուզվի։ Հասկացա։ Բայց
Ինչ որ երգի ընտրության մեջ է, թե հերոստադիտողի հետ խոսալու, շփվելու, ոնց որ Արտուրը լա կարմիր լամպաշկա։ Իսկ ամեն մեկը ունեք ինչ-որ մի հատ քաղցր մի բան, որը հերոստադիտողը ընդունել է, հա։ Արդեն հերոստադիտողը գիտի մեր ամեն մեկիս հետ Հասկացա եւ քանի որ երկու մեր կիլիկա եղել ես արդյոք Արևմտյան Հայաստանում թե ոչ։ Ոչ, բայց շատ եմ ուզում լինել եւ այս տարի հուսով եմ կլինեմ։ Եթե դու հաղթես Ավետ Բարսեղյանը եւ ես քեզ կնվիրենք Արևմտյան Հայաստանի տոմս եւ դու կգնաս եւ կտեսնես Արևմտյան Հայաստանը։ Լավ, սիրելի հեռուստադիտող, հիշեցնեմ, որ Սոնա Ռուբենյանի հերթական համարը 03-ն է, եթե ուզում եք, որ նա գնա Արևմտյան Հայաստան, քվեարկեք 03 համարի օգնին, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շանթի եթերում Հայ Սուպերստար 5-ի 10-րդ գալահամերգն է, առաջին մասն ավարտված է, սկսվում է երկրորդ մասը, որի ժամանակ մեր մասնակիցները կերկեն զուգերգեր, եւ այսպես առաջին զուգերգը Երվանդ Մաթևոսյան եւ Արաքսա Ամիրխանյան, ինչպես մի աստղ, դիմավորեք։ He
Մաքսիմ Ամիրխանյան եւ Երվանդ Մաթեոսյան։ Շնորհակալություն։ Բարեկամություն։ Հայ Սուպերստար 5-ը շարունակում է, մնացեք մեզ հետ, քանի որ այժմ երգելու են Սոնա Ռուբենյանը եւ Արտուր Մացակյանը։ Երգը կոչվում է «Я тебе не верю»։ Пустоты, я стал лишним, некуда бежать. Ты сумела все мне рассказать, что хотела. Ветер за окном по привычке гонит облака, словно спичкой солнце зажигать будет небо, и наступит день, где ты не был. Смотришь мне в глаза, сколько можно лгать, проще самому сказать об этом, что любовь была перестрелкой душ, не стала скучной. Я тебе не верю, ты тот вчерашний, который мне пророчил звезды. Я тебе не верю, ты снег зимы прошедший, давно растаял. Я тебе не верю, ты солнце утонувшее. Я тебе не верю, все, что было у меня, но я тебе не верю. Наши птицы, время разорвать, 6 страницы, где про нас с тобой, где сумела стать своей тоской без предела. Ветер за окном по привычке гонит облака, словно спичкой солнце зажигать будет небо, и наступит день, где я не был. Смотришь мне в глаза, сколько можно лгать, проще самому сказать об этом, что любовь была перестрелкой душ, не стала скучной. Я тебе не верю, ты тот вчерашний, который мне пророчил звезды. Я тебе не верю, ты снег зимы прошедший, давно растаял. Я тебе не верю, ты солнце утонувшее в воде холодной. Я тебе не верю, ты все, что было у меня. Я тебе не верю, ты сон вчерашний, который мне пророчил звезды. Я тебе не верю, ты снег зимы прошедший, давно растаял. Я тебе не верю, ты солнце утонувшее в воде холодной. Я тебе не верю, ты все, что было у меня, но я тебе не верю. я тебе не верю. Вы какой чем хотим соло? Соло Рубеня! Սոնա եւ Արտուր։ Շնորհակալություն։
Այս Superstar 5-ի 10-րդ գալամերգի առաջին երկու մասը մոտեցան իր ավարտին և այժմ սկսում է երրորդ մասը դուետներ սիրված և ճանաչված աստղերի հետ և այսպես առաջին դուետը ոչ մրցութային ալտերնատիվ ռոք խումբ Beautify Project և Արաքսիա Ամիրխանյան երգը կոչվում է Stupid Love Song ձեր ծափարությունները խոսքը Անդրե Սիմոնյանի երաժշտություն Beautify Project-ի First kiss punished me. Devil's burning in her eyes. A life for you, I'll sacrifice. Sacrifice, yeah. Came to me like summer rain. Washed away all my pain. I know it's a bit too soon to say that I love you anyway. Արաքսիա Ամիրխանյան և Beautified Project ձեր ծափարությունները։ Շնորհակալություն։ Շանթի եթերում շարունակում է Հայ Superstar 5-ը և այժմ կլինի երկրորդ դուետը սիրված և ճանաչված աստղի հետ, իսկ կկատարեն Արտուր Մացակյանը և Անդրեն։ Երգը կոչվում է Պատկեր։ Արտուր Մացակյան։ Մացակյան Արտուր, Ռուսաստանի Դաշնությունում արտ դիրեկտոր, երգել է նաև, սիրում է Էլլա Ֆիջերալդին, Ալջերոին, Մարուն 5-ին, Բոբ Մարլին։ 10 տարվա երգի փորձ ունի, մասնակցել է Բրավո Արմենիա նախագծում Մոսկվայում։ Մացակյան Արտուր, ինչ է կատարելու։ George Benson, Masquerade. I was really happy here within, lonely game we play.
looking for word to say. Thoughting not that fighting, understanding, and away. We're lost enough masquerade. But afraid to say we're just too far away from being close together from the start. We try to tuck it away, but a gold that's in the way. We're lost inside this lonely game we play. Gotta live in this happy. Շնորհակալություն, երեքեք հասեցիք։ Ավետ հայկական սերիալների մեջ կան ծիլախրանիչների դերը։ Նման եմ, չէ՞։ Բայց լիովին այլ ընտիր արվեստ ներկայացնող։ Ֆիզիոլոգիայի ու ներքին պարունակությամբ բացարձակ հայացքս են տակից։ Բացարձակ անհամապատասխանություն է տիրում ինձ համար, ամենայն դեպս մենք այստեղ գնահատում ենք առաջին հերթին ներքին պարունակությունը։ Մի բան ասեմ Արտուր ջան, դու այստեղ նշել ես որ 10 տարվա երգի փորձ ունես, ես համարում եմ դա կայացած։ Հիմա քո կատարելուց էլ, փոխանցելուց էլ հասկացանք որ դու կայացած ես, արագի մեջ դու գիտես որ դու կարող ես արեցիր եւ այլն եւ այլն։ Հիմա ես քեզ ասեմ դրա լավ ու վատ կողմերը։ Լավ է որ դու այդքան կայացած ես ու լավ ես երգում, բոլորս այդ նկատեցինք, բայց դու պետք է ընդունես, որ այստեղ կան երեխաներ, ովքեր փորձ չունեն ընդհանրապես, բայց դու մրցելու ես իրանց հետ, մարդկանց հետ, ովքեր ընդհանրապես փորձ ունեն, բայց դուք լինելու եք մի բեմի վրա, լինելու եք հավասար, ոչ մի տարբերություն չեք ունենալու իրարից, ու լինելու եք բոլորդ միասին նույն տիպի պրոյեկտի շրջանակներին, ֆորմատին եւ պահանջների ենթարկվող։ Թողնելով մի կողմ բոլոր կայացածության եւ պրինցիպների այդ մասերը, որ ես 10 տարի երգում եմ, ես sense եմ երգում, տենց բան չկա, այս պրոյեկտը ինք ունի թելադրանքներ ու պետք է իրան ենթարկվել բոլորը հավասար չափով։ Դու այդ ամեն ինչը գիտակցում ես, չէ՞։ Իհարկե։ Եղավ շնորհակալություն ասել բան չունեմ ասելու, մենք կարող ենք անցնել վճիռներին։ Այո։ 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 Ես եմ այնպես այո։ Շնորհավոր։ Արթուր Մացակյան։ Ապրած կարոտն անգին ուշտալով հուշում է ինձ գույները վակո պատկերը արտնանում է իմ տագնապը վերանում է ու
նորից քսում եմ երազով ապրել Դու իմ լույսն ես, դու իմ հույսն ես Իմ սիրո շքնաղեան Երբ տեսնում եմ, հիանում եմ Զգում եմ քո Դու գախնիկն ես իմ սրտի Դու արևն ես իմ կյանքի Քեզ անվեշ ես նկարում եմ ու պատկերը տանման Ծաղկի պես է շունչ առնում բուրավետ ու անթարան Եվ գույները պայլպլում են քո դեմքի Անդրե, շնորհակալություն։ Իմ սիրելի ժյուրի, անցնենք ձեր վճիռներին, այստեղից այնքան լավ եք նայվում, այնքան գեղեցիկ եք ավետ։ Անդրեին քննարկել է զուր կլինի, բնականաբար, նա կայացած արտիստ է, բայց ես չեմ փորձի, չէ։ Արտուր, ֆորմայի մեջ ես, էլ չեմ ուզում կրկնվել, կարծում եմ, ասելիք չունեմ, այն ինչ-որ ասել եմ, կարող են մոնտաժով դնել են առաջին ելույթիցդ հետո։ Ֆորմայի մեջ ես կարողանում ես արդեն տիրապետել ինքդ քեզ քո զգացական դաշտերը ու արդեն քո սուպերստարյան պատմությունը, երբ որ ռետրոսպեկտիվ հայացք ես գցում, հասկանում ես, որ դու աճում ես ու քեզ բարի ճանապարհ։ Աստված հասնես մինչև վերջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ավետ, Գարիկ։ Այսպես ասեմ։ Չէ, ագին բացվել ես Անդրե ջան, ապրես։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Այս փուլի համար միշտ բաց եմ։ Այսօր հատկապես բաց դռների օր է։ Ես հիմա չեմ ուզում տեն ժյուրիական քննադատություններ անեմ, շատ գեղեցիկ երգեր, Արտուրին էլ եթե սեն շարունակել, բան չկա ասելու, մնում է արդեն դու մի բան էլ մեզ ասես, ապրես։ Հալալա։ Շնորհակալություն։ Լեյլա Սարիբեկյան։ Սիրելի երգիչներից մեկը Անդրեն։ Կուզեի, որ իսկապես միանար այդ սիրելի երգիչների շարքում երբևէ կայացած ապագայում Արտուրը Մացակյանի շատ ուզում եմ, որ դու ունենաս քո ասելիքը, քո դեմքը երգարվեստում, պիտի փնտրես ու գտնես քոնը սուպերստարուց հետո, դա ամենադժվարն է երգարվեստում, ունենալ սեփական դեմքը եւ սեփական ասելիքը։ Չէ, իսկապես դա ամենաբարդ բանն է, ունենալ երգացանք, որը երգչին առանձնացնում է բոլորից։ Եթե անդրադառնամ ձեր դուետին Սոնայի հետ, այնտեղ ուղղակի ով պիտի լիներ, որ դիմանար քո էներգիային, Արտուր, մի կերպ Սոնան դիմացավ։ Այստեղ փորձեցինք սանձել, նստացրեցինք եւ ասացինք չշարժվես։ Իսկապես պատկեր կար երգի մեջ, երկրորդ երգի մեջ եւ այնքան ճիշտ էր այդ համադրությունը, դուք այնքան տարբեր ու հետաքրքիր եք, յուրաքանչյուրը ձեր ձևի մեջ ու ձեր վրձինով եք այդ պատկերը ստանում։ Շնորհավորում եմ Արտուր ջան։ Շնորհակալություն։ Եվ ժյուրի ամենախիստ անդամը Արամեն Պետրի։ Բարև ձեզ նախ եւ առաջ։ Ինձ իրոք այսօր հաճելի է շատ, որ ես նստած եմ այստեղ, լրիվ ուրիշ կողմից եմ նայում եւ նույնիսկ հուզված էի ու մի տեսակ վախենում եմ ստեղ նստել։ Ինձ թվում է ես շատ երկար ստեղ չեմ մնա, բայց անցնենք կատարմանը, ինձ շատ դուր եկավ, դուք երկուսդ այնքան համահունչ, այնքան ներդաշնակ եք, կարծես երկու նկարիչներ լինեք եւ պատկեր եք նկարում, ամեն մեկը մի ոճի մեջ, մեկը չգիտեմ, տենց մանեական ոճի մեջ էր նկարում, մեկը մի քիչ այլ, մի խոսքով հիանալի կատարում էր Անդրե, շատ լավ երգ,
Արտուր հիանալի մտել ես երգի մեջ, այնինչ կատարեցիր դրանից առաջ Սոնայի հետ, ու ինչ որ հիմա իրարից լրիվ 180 աստիճանով տարբերվում են, բայց դու երկուսի մեջ էլ քեզ ցույց տվեց ինչպես ձուկը նորմալ լավ ջրում։ Շնորհակալ եմ։ Նաև իսկապես հեղինակին եմ շատ շնորհակալ Զարա Պետրոսյանին, որ այս գեղեցիկ երգը գրել է։ Շնորհակալություն։ Ամեն դեպքում սա է իմ աշխատանքը, Արտուր, շնորհավորում եմ քեզ, իմ եղբայր։ Սիրելի հեռուստադիտող, տեսնում եք ինչ հիանալի դուետ էր, եթե ուզում եք, որպեսզի նման դուետներ լինեն, նոր դուետներ ծագեն, որպեսզի Արտուրը ավելի շատ երևա ձեր հեռուստա էկրաններում եւ սիրվի եւ դառնա աստղ, դրա համար նա պետք է հաղթի սուպերստարը, իսկ դրա համար դուք պետք է քվեարկեք, այնպես որ քվեարկեք Արտուր Մացակյանի օգնին, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսուհետ արդեն թե կիսա եզրափակիչում, թե եզրափակիչում եմ բոլորի մասին ցած խնդրելու եմ հեռուստադիտողներից, խնդրում եմ քվեարկեք մեր մասնակիցների օգտին։ Արտուր 01 համար, շնորհակալություն, զբաղեցու կոտերով։ Հայ Սուպերստար 5-ում շարունակում են անակնկալ դուետները եւ այժմ դիմավորեք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյան եւ Երվանդ Մաթեոսյան։ Երվանդ Մաթեոսյան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ում հետ ենք մենք զրուցում։ Այսօր կամերան սարքեմ։ Ահա։ Անունս Երվանդ է։ Երվանդ ջան, խնդրում եմ ասա անուն, ազգանուն եւ միանգամից կարող ես երգել։ Երվանդ Մաթեոսյան։ Ահա, եւ կամերան սարքեմ։ Ահա։ Այսա։ Ահա։ Մայրիկիդ տեսանք, բարևում ենք մայրիկիդ։ Ահա, շնորհակալություն։ Հալո։ Երվանդ ջան, դե խզարիր։ Конечно, волнуюсь. Ну вот еще, бро. Нормально. Естественно. Ну, ёлы-палы. Памяти Гаруза. Ձեր համար։ Ну. Гаруза մեր համար։ Fido mare luci. E tira forte il vento sulla vecchia terrazza davanti al facor futuria e una bretta ragazza dopo che aveva pianto poi si schiarisce la voce e Yervant Miro pekele se. Միրոպե։ Երվանդ, շնորհակալություն։ Ուրիշ էստրադային ավելի այսօրվա ժմեական, արդիական հրատապ կատարում կարող եք լսել ձեզ։ Հայերեն ասա։ Ինչին ես ավել։ Ուկրաինայում այս մարդը ապրում։ Новини ведеш на якомусь каналі, я точно тобі не пара. Я не саме розмови про кави вистави, но точно нам ні до чого. І про танца не скаже. У нас які справи, ніхто не тримає нікого. Я видумаю, хеппі-енд в історію свою я викарбовую я. Хорошо, Երվանդ, хорошо։ Լավ ձայն, կիրք, կյանք, ձայնի մեջ, ես ասում եմ այո։ Երվանդ Մաթեոսյան։ Բաժանվենք մնաս բարյավ սիրելիս, այսպես ես չեմ ցավել երբեք, դառնությունով սիրտս լի, այսպես ես չեմ ցավել երբեք, դառնությունով սիրտս լի, այստեղ ահա թողնում եմ քեզ, բայց չգիտես ուր կերտամ, կասկածներից թողում եմ ես, թող պահպանե քեզ Աստված,
Կասկածներից թողում եմ ես, թող պահպանե քեզ Աստված, ախարած քեզ տխուր կյանքից, օրը տարի կդառնա, բայց ու լինես դարձյալ հոգիր, շուրջդ պիտի դարձնա, ախարած քեզ տխուր կյանքից, օրը տարի կդառնա, բայց ու լինես դարձյալ հոգիր, շուրջդ պիտի դարձնա։ Մանաս վարյա, բայց միշտ իշի, որ քեզ շատ եմ կարոտել, և տեսության ժամի համար չմոռանաս աղոթել, և տեսության ժամի համար չմոռանաս աղոթել, ախարած քեզ տխուր կյանքից, օրը տարի կդառնա, բայց ու լինես դարձյալ հոգիր, շուրջդ պիտի թրթռա, ախարած քեզ տխուր կյանքից, օրը տարի կդառնա, բայց ու լինես դարձյալ հոգիր, շուրջդ պիտի թրթռա, ախարած քեզ տխուր կյանքից, օրը տարի կդառնա, բայց ու լինես դարձյալ հոգիր, շուրջդ պիտի թրթռա, ախարած քեզ տխուր կյանքից, օրը տարի կդառնա, բայց ու լինես դարձյալ հոգիր, շուրջդ պիտի թրթռա, բայց ու լինես դարձյալ հոգիր, շուրջդ պիտի թրթռա։ Բրավո։ Երվանդ Մաթևոսյան Երվանդ Մաթևոսյան և Լեյլա Սարիբեկյան։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Ես ձեզ ճանապարհ եմ։ Դե ինչ։ Ես Լեյլայի փոխարեն կհայտեմ իմ կարծիքը, բայց մինչ այդ լսենք ժյուրիին ավետ։ Անդրադառնամ նախորդ դուետին, դա Արաքս Ամիրխանյանի հետ ինչպես մի աստղներ, Երևան ջան, բացարձակ տարբերություն չկար, մանուշակագույն մծաղիկներ դարձել, էլի շատ գեղեցիկ, շատ ռոմանտիկ, դու այդտեղ քեզ բնականաբար շատ լավ ես զգում, երբ որ դու ռոմանտիկ կանգնած ես, բայց կրկնություն է, կրկնություն ու այդ կրկնությունները դառնում են անհետաքրքիր։ Այս դուետի մեջ շատ ավելի հետաքրքիր էր ամեն ինչ, խոսքը նրա մասին չի, որ այն ժամանակ Արաքսյան էր, հիմա Լեյլան, բայց այս դուետի մեջ, երբ որ դու ծանոթ շարժումները չես անում, այլ ինքդ քո մեջ ես, մի փոքր ավելի հետաքրքիր ես դառնում, քան կաս։ Այսօրվա ընթացքում ես կուզեի գոնե վերջին երգդ ինչ-որ տարբերվեր Երվանդ, արդեն մի փոքր պետք է տարբերվել։ Այն ոճը, որը քեզ մոտ լավ է ստացվում, դա դասական կարուզոյից սկսած մինչև կարմիր ծաղիկ մգարունի կամ ինչպես մի աստղ է, այդ արդեն լավ է, Երվանդ, բայց ժամանակ չկա, ես ձեզ համար ուզում եմ ժամանակի առումով ասել, որ ինչքան փորձեք էքսպերիմենտներ, այդքան ձեզ օգուտ կբերի։ Շնորհակալություն։ Մեծ սիրով։ Շնորհակալություն։ Գարիկ։ Երվան ջան, ուզում սկսեմ շնորհակալությունից այս դուետի համար, բայց քննարկեմ այս երկրորդը, առաջին ուզում քննարկել առաջի դուետը, երգի մասին բան չունեմ ասելու, գեղեցիկ երգ, կատարումը գրագետ կատարում էր, բայց այդքանը հերիք չէր, որպեսզի այդ դիտվեր եւ հնչեր հետաքրքիր։ Անհետաքրքիր էր մի քիչ ու մի քիչ քննացնող բան կար այդ ամեն ինչի մեջ։ Ինչ որ նրա նշանակումա, որ միշտ չի, որ ուղղակի ճիշտ կատարելով կարող ես ճիշտ փոխանցել այն ինչ որ դու զգում ես կամ
պետքա որ հանդիսատեսը զգա։ Ինչ որ Արտուրյանց դեպքում չասեցի, օրինակ կատարողական մի քիչ ավելի թույլ բաներ կար, բայց էներգետիկ ավելի շատ շահող բաներ կար։ Երկրորդ դուետի մասին վատ բան չեմ կարող ասել, որովհետև ինձ թվում է իրոք քո դեպքում ձեռքբերում է, երբ որ դու երգում ես պրոֆեսիոնալ մարդու հետ, ու ես չեմ կարողանում տարբերություն դնել պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ։ Մալադես, ապրես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Անդրե։ Հրաժեշտ երգը իմ ամենասիրած երգերից մեկն է, Լեյլա Սարիբեկյանի երգացանկից։ Ես շատ հիշողություններ ունեմ այս երգի հետ կապված։ Շնորհավորում եմ, իսկապես շատ գեղեցիկ էր, չգիտեմ, դու իսկապես այս դուետի մեջ շատ լավ էիր հնչում, շատ մի տեսակ ուրիշ էիր, չգիտեմ ինչն էր դա, Լեյլայի հենց ներկայությունն էր, որ Երվանդի մի այլ տեսակ էր, ու Ավետն էլ շատ ճիշտ նշեց այդ շարժու ձևը եւ այլն, իսկ Արաքսիայի հետի դուետի մեջ մի տեսակ ձգված էր ամեն ինչ, շատ ձգած էր, դուք էլ եք ավելի արհեստական բան կար։ Ամեն դեպքում մենք կիսաեզրափակում ենք, շատ լավ կատարող ես, շնորհավորում եմ, որ արդեն այստեղ ես։ Շնորհակալություն։ Լեյլա Սարիբեկյան, շնորհակալություն նախ դուետի համար եւ մեկնաբանիր առաջին։ Ճիշտ նշեց Անդրեն, որ մի փոքր լայներ, ես կուզեի, որ սուբյեկտիվ կարծիքն է իհարկե իմ, ես կուզեի մի քիչ ավելի շարժում լիներ երգի մեջ, մի քիչ արհեստական այսպես լայնացրած էր երգը, որը մի քիչ պուլսը գցում էր երգի եւ կարծես թե անընդհատ փորձում էին տեղավորվել այդ լայնության մեջ, որը ազդում էր իհարկե երգի այսպես ազդեցության վրա ազդում էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, բայց երկրորդ երգի համար Երվանդին, որ հավաքվեց իսկապես եւ այն ինչ որ որոշ չափով փորձել էի, այսպես երգի հետ կապված տեղ հասցնել, կարծում եմ, որ Երվանդի մոտ ստացվեց, ես շնորհավորում եմ մեր դուետը, կարծես թե ստացված է, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտող, ես էլ իմ կողմից ավելացնեմ, երգել Լեյլա Սարիբեկյանի հետ եւ այնպես, որպեսզի չպարտվել այդ դուետի մեջ, դա շատ քաջ գործ է, ծափարություններ Երվանդ Մաթեոսյանին, այնպես որ սիրելի հեռուստադիտող, եթե ուզում եք քվեարկել Երվանդ Մաթեոսյանի օգտին եւ նա դառնա հաղթող, դրա համար պետք է քվեարկեք 0-2 համարի օգտին, որովհետեւ Երվանդի համարն է 0-2-ը։ Շնորհակալություն քեզ Երվանդ։ Զբաղեցու քոտերը։ Եվս մեկ հիանալի դուետ, այսօր Անդրեն մեր մասնակիցների կողքին է ինչպես երբևէ, ծափարություններ Անդրեին և այսպես հիանալի դուետ Սոնա Ռուբենյան և Անդրե երգը կոչվում է Հորդ Անձրև։ Սոնա Ռուբենյան Over time I have building my castle of love Just for two, though you never knew you were on thin. I've come much too far for me now to find the love I sought can never be mine. And though you don't believe that they do come true. For did my dreams come true when I looked at you? And maybe too if you would believe, you too might be overjoyed, overloved over you. Ապրես։ Շատ ականջի համար հաճելի, գիտես, ձայներ կան, որ դու կարող ես անընդհատ լսել։ Հետաքրքիր բան կա, երբ որ դու գնում ես մենահամերգի որևէ մի երգչի, կան երգիչներ, որոնք 2-3 երգից հետո հոգնում ես պարզապես, որտեղ ինչ-որ շատ պարտադրող ու մոնոտոն բան կա եւ էմոցիա չի հասնում։ Այս դեպքում եւ ձայնն է շատ հաճելի երգեցողության ընկալունակության համար եւ ճաշակ կա, այնպես որ ամեն ինչ շատ ճիշտ էր, ինձ այդ խանգարեց։ Ես մի փոքր չեմ սիրում շատ ճիշտի։ Մի քիչ փախած նոտաներ էլ թող լինեն, էլի մի քիչ կարելի է խելագարվել ու մի քիչ ցնդել, լինել մի քիչ ավելի ցենց
Սուր։ Ամենաճիշտ բառը, որ ես կարող եմ օգտագործել հիմա իմ զգացմունքը արտահայտելու համար, այդ տպավորված բառն է, իրոք տպավորված եմ շատ լավ իմաստով։ Ապրես անցնենք որոշումներին, սկսենք ավետից։ Այո, Սոնջան։ Այո, Սոնջան։ Մեծ հաճույքով այո։ Այո, դու շարունակում ես մնալ նախագծում։ Սոնա Ռուբենյան։ Վերջացել է արդեն քո կյանքի ապագա Չի կանչում քեզ Վերջացել են արդեն երազները տանման երազները ցտվար Չի մի բան դա էր մեր սիրո ճամփան դա ցնորք էր ասած դա պատրանք էր ցնդած հորդանձրև մահ երկինք բաց տանիք որոտում էր ինձ քեզ եմ տեսնում Վերադարձդ կրկին մոլեգնեցին օգին ամարվա շոքին Վերադարձդ կրկին շատունայն էր խրթին օրերի դեմքին դա էր մեր սիրո ճամփա դա էր նորից մեզ անգրվան դա էր քո շփիտը տակ քո աչքերը հոգնած քո երազը վարված Ես դեռ քեզ եմ տենչում, բայց ես
Սոնա Ռուբենյան եւ Անդրե։ Բրավո։ Եվս մեկ անգամ ծափարություններ Անդրեին եւ իհարկե Սոնային։ Երգը հուզեց բոլորին եւ սկսենք Լեյլա Սարիբեկյանից, Լեյլա, խնդրեմ։ Շատ լավ է, որ ուսուցչի դերը մարդու կյանքում լինում է իսկապես այդքան վառ, այդքան կարևոր մարդու ճակատագրի մեջ։ Ես ուզում եմ դա կարևորել քո դեպքում, Սոնա ջան, որովհետև ուսուցիչը իսկապես կարող է մարդու կյանքը 180 աստիճան փոխել եւ Աստված որ քո կյանքում բացի այս արդյունքներից որևէ արդյունք չունենաս կապված քո արվեստի, քո անձնական կյանքի, քո հետագա ճանապարհի ինչ ասեմ, այնքան ամեն ինչ այսպես անկեղծ ու տիեզերական էր, որ կարծես թե չեմ կարողանում այդ վիճակից դուրս գալ եւ այսպես մտքեր արտահայտել։ Շնորհակալ եմ Անդրեին, որ երևի թե ինձ համար ամեն դեպքում արտիստ բեմի վրա, որը կարողանում է իսկապես ամեն ինչ անել եւ այս դեպքում շնորհակալ եմ նաեւ Անդրեին, որ կարողացար երիտասարդ երգչուհուն քեզ հետ տանել մտցնել քո այդ աշխարհի մեջ երգի մեջ, որովհետեւ շատ կարեւոր է վարպետի դերը, որ կարողանաս ներդաշնակ դարձնել եւ հնարավորություն տաս նաեւ երիտասարդ երգչուհուն նույնպես հնչել, նույնպես իր խոսքը ունենալ, շատ ներդաշնակ էր, հրաշալի էր ուղղակի, շնորհավորում եմ Սոնա ջան։ Շնորհակալություն։ Գարիկ Ես չգիտեմ ինչ ասեմ իրականում, որովհետև տպավորությունն է, որ ինձ են ահագին բան ասել այս ընթացքում, ու ես հիմա մարսում եմ այդ ինչ որ ինձ են ասել։ Այսօր քո անկեղծության երեկոն էր երևի Սոնա ջան, բացի նրանից որ փայլելու երեկոն է, որովհետև երկու երգի մեջ է, թե Արտուրի հետ դուետում, ճիշտ այնտեղ անկեղծ իրար ատում էիք, շատ անկեղծ էիք ատում, շարունակեք տենց ապրեք։ Այս երգի մեջ էլ էլի այդ անկեղծությունն էր էլի, որ քեզ բերեց մի հատ այնպես կոնդիցիայի, որ ես էլ էի համարյա իմ տուշն էլ էր ծորալու մի քիչ հետո, եթե սենց շարունակեիք։ Երևի գովասանքի խոսքերը մի քիչ ավելորդ են, ժյուրիությունը այս դեպքում մի քիչ չի անցնի, ինձ թվում է ուղղակի ասեմ շնորհակալություն այդ զգացմունքների համար, որ տվեցիք, ապրեք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ավետ ու միևնույնը ինչպես Երվանդի պարագայում սենտիմենտները պետքա մի կողմ թողնել, այս պարագայում էլ եւս ես մի բան կարող եմ միայն ասել, որ այն ում երկուսդ էլ պատկերացնում եք երգելուց հաստատ շատ ուրախ է, որ դու հասել ես քո նպատակին ու գիտեմ, որ ժպտում է ու միշտ իր բարեհամբույր օրհնանքը քո գլխին լինելու է քո ասպարեզում, որը ինքն էր ընտրել։ Երջանկայի շատակ Վարդու մասին է խոսքը գնում, բոլորս ենք այդ հասկանում։ Այնուամենայնիվ մրցութային տարբերակներից խոսենք։ Սոնա ջան, շնորհակալություն Գրիգորի Լեպս Ալեգրովը դուետի համար, բացարձակ վատներ ինձ համար քո էստրադային ձայնը այդ երգի մեջ, բայց որ դու ուրիշ շորերով, ուրիշ վիճակով, ուրիշ էներգետիկայով, շատ համով ու շատ լավներ քեզ դրա համար շնորհակալություն, որովհետև այսօր երեխեքը երկուս թե Արտուրը, թե Երվանդը իրենց ռոքը իր մոտ լավ էր ստացվում, Երվանդի մոտ ռոմանտիկ երիտասարդ լինել լավն էր, ամենադժվարը քեզ էր, որովհետև ռոքային այդ տարբերակում շատ դուրս եկար, ասում եմ էլի երգը այդ կանել ինձ չի հուզե, վատն էիք երկուսդ էլ, բայց որ դու վերցրեցիր, այդ ու հաղթահարեցիր եւս մեկ հետաքրքիր բան քեզ համար, դա ակնհայտ է։ Շնորհակալություն քեզ, որ ինքդ քեզ հետ էքսպերիմենտներ անում ես ու որտեղ որ նեղվում ես ու փորձում ես այդ ամեն ինչը հաղթահարել, Սոնա ջան։ Հորդ Անձրևի մասին էլ չեմ ուզի խոսել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Անդրե, խնդրեմ։ Առաջի երգի համար շատ, այսպես ասեմ, հա, ինձ համար զուգ երգը ձեզ շատ հետաքրքիր էր նրանով, որ կրակ էր Արտուրը, դու ջուր էիր,
եւ այդ ամենը հետաքրքիր էր կողքից դիտել քո հանգստությունը Արտուրի ավելի վարկռակ լինելը։ Չգիտեմ, ամենայն դեպս ինձ միշտ հետաքրքիր է նման ծայրահեղություններ, որտեղ դուք շատ տարբեր, երեքդ էլ շատ տարբեր եք այն ովքեր որ հիմա մնացել եք եւ դրանով էլ հենց հետաքրքիր եք թե մեզ թե հերոստադիտողին, իսկ մեր զուգերքի մասին ես կլռեմ եւ կծափարենք միանշանակ։ Հիանալի զուգերքեր, բրավո։ Շնորհակալություն։ Սիրելի հերոստադիտող, Թավշյա ձայնով գեղեցկուհին այսօր արդեն կիսաեզրափակիչ փուլում է, հաղթահարելով տարբեր տեսակի բարդություններ, եկել հասել է եւ արժանի է հասնել եզրափակիչ փուլի։ Դրա համար նախ եւ առաջ մենք պետք է քվեարկենք։ Իսկ նրա հերթական համարն է 0-3-ը։ Շնորհակալություն քեզ Սոնա։ Զբաղեցու քո տեղը։ Դե ինչ, սիրելի հերոստադիտող, հանդիսատես եւ սիրելի ժյուրի, 10-րդ գալահամերգը կարելի է համարել ավարտված, բայց մինչ հրաժեշտ տալը ես առաջարկում եմ եւս մեկ անգամ վերհիշել մեր մասնակիցների կատարումները։ Ծափարություններ։ Դապակներից, խորվերքերից, կործանվում է, որոգայթից հաղթել, գտնել երջանկությունը իր փխրուն, ու գտնել ուղին իմ դեպի տուն. В комнате темно, слишком много пустоты, я стал лишним. Некуда бежать, ты сумела все мне рассказать, что хотела. Дуаревне сидянки, кезанвешес на коруме, упадкере танман, цахки песе, шунчарнун, буравету алтара. Зажигать будет небо, и наступит день, где ты не был. Դե ինչ սիրելի հերոստադիտող, մոտեցավ ավարտին 10-րդ գալահամերգը, ինչը նշանակում է, որ պետք է քվեարկեք, իսկ քվեարկելու համար տրվում է ընդամենը 2 ժամ, շտապեք, քանի դեռ ուշ չէ, իսկ այսօրվա համար այսքանը, հաջողություն։
Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Անելիք բանկն առաջարկում է 1 օրում հաստատվող ուսանողական վարկեր։ Անելիք բանկ, կայուն հիմք, վստահելի ապագա։